Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև հայտարարել է, որ Իրանը թույլատրել է բարեկամ երկրների երկու նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Սակայն Հորմուզի նեղուցը դարձել է այս օրերին Իրանի տնտեսական հիմնական զենքը։ Միջազգայնագետ Կովկասի հարցերի փորձագետ Էհսան Մովահիդյանը գործընկերոջս հետ զրույցում ասել է, որ բորսաները եւ էներգետիկ շուկաները փլուզվում են։ Նավթն ու գազը թանկացել են։ Փորձագետի խոսքով այս քայլը զայրացրել է հակառակորդին ու սկսել է ռմբակոծել քաղաքացիական եւ բնակելի թաղամասերը։ Փորձագետը խոսել է նաև մայրաքաղաքում տիրող վիճակի մասին։ Էլեկտրաէներգիան, ջրի, գազի մատակարարումը եւ հասարակական տրանսպորտի ծառայությունները հասանելի են առանց որևէ խնդրի։ Ինտերնետային ներքին ցանցը հասանելի է, սակայն միջազգային ցանցին հասանելիությունը սահմանափակ է։ Երբեմն քաղաքային ենթակառուցվածքների եւ քաղաքացիական տարածքների վրա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դաժան հարձակումների պատճառով էլեկտրաէներգիան անջատվում է մինչեւ կես ժամ։ Սակայն այս առումով լուրջ խնդիր չկա։ Բանկերը, խանութները եւ հիվանդանոցները շարունակում են աշխատանքը։